Սուրբ Հարության տոնին ուկրաինական ճակատում զենքերը չեն լռել։ Կիևը Մոսկվային, Մոսկվան Կիևին է մեղադրում զինադադարը խախտելու համար։ Այն ուժի մեջ պետք է լիներ ապրիլի 19-ին ժամը 18:00-ից մինչև այսօր կեսգիշեր։ Ռուսաստանի նախագահի անմիջական հրահանգով պետք է դադարեցվեին ռազմական գործողությունները ճակատի բոլոր ուղղություններով։ Приказываю на этот период остановить все боевые действия. Կիրակի առավոտյան Ուկրաինայի նախագահը ճակատից թարմ լուրեր է հայտնել, թե ապրիլի 20-ին առավոտյան 10-ից ռուսական բանակը ավելի ինտենսիվ է հրետակոծում իրենց քաղաքները, կիրառելով կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրառումների ժամ առ ժամ ուժ գնացել են օդային հարձակումները։ Ամբողջ կիրակի ռուսները 46 անգամ գրոհել են Ուկրաինայի ուղղությամբ, 448 անգամ ծանր զենքերից կրակել։